նախկինում շատ էինք կիրառում ներհեշտոցային ցանցեր, պրոլապսները կամ արտանկումները բուժելու համար։ Այժմ ուրեմն արդեն միջազգային մակարդակով այդ ցանցերը արգելված են եւ բոլոր վիրահատությունները կատարվում են բացառապես սեփական հյուսվածքներով։ Բացառությամբ մեկ վիրահատության, որը կոչվում է սակրոկորպոպեքսիա, այնտեղ կարող է նմանատիպ ինչ-որ սինթետիկ մատերիալ օգտագործվել։ Սա խնդրում եմ ֆիքսենք եւ կուզեմ, որ մեզ լսող կանայք ուշադիր լինեն այս պահով։ Եթե ձեզ կառաջարկեն տեղադրել ներհեշտոցային ցանցեր, դրանից պետք է հրաժարվել։ Խոսքս չի վերաբերում անմիզապահությունների ժամանակ տեղադրվող ուրեմն ժապավեններին։ Սրանք անմիզապահության բուժման, ստրեսային անմիզապահության բուժման ոսկե ստանդարտ մոտեցումներին են պատկանում ժապավենները։ Խոսքս վերաբերում է այն ցանցերին, որոնք նպատակ ունեն բարձրացնել արտանկված հատվածը հեշտոցի։ Սրանք այլևս արգելված են եւ մեզ մոտ Իզմիրլյան բուժկենտրոնում մենք բացառապես բոլոր վիրահատությունները կատարում ենք ներհեշտոցային մուտքով։ Արտաքինից որևէ կտրվածքներ չկան։ Վիրահատությունը դեպքից կախված տևում է մինչև 1 ժամ, երբեմն ժամ ու կես մոտավորապես։ Պացիենտները սովորաբար մնում են հիվանդանոցում միայն վիրահատության օրը։ Հաջորդ օրը դուրս են գրվում հիվանդանոցից։